Փաստորեն քո ասելուց դուրս է գալիս, որ երջանիկը քո հիմնարկում էր աշխատում, դու նրան ուղարկել ես բանկ, որ աշխատողների աշխատավարձի գումարը ստանա բերի տա քեզ, իսկ նա այդ գումարը բանկից վերցրել, գնացել է կազինո ու 5 միլիոն դրամը քորփ ուչարել։ Ու այդ երջանիկի պատմած հեքիաթները, թե ինքը հարուստ, միլիոնատեր տղա է, սուտ են։ Միլիոնատեր? Երջանիկը 4 աշխատավարձով ապրող մարդ է, սրան որտեղ ես 1 միլիոն։ Բա որ փող չունեիր, ինչ են այդ բաներ խոսում, հա։ Հա, դե երջանիկը որ խմում է, մենակ միլիոններից չի որ խոսում է։ Ասում է, որ ինքը ընտանիք չունի ու պատրաստ է ամուսնանա պատահած յուրաքանչյուր աղջկա հետ։ Մի խոսքով գլուխագովում ինչքան կարողանում է, բայց իր ասածների մեջ ոչ մի ճիշտ բան չկա։ Ծայրից ծայր սուտ է։ Դες ես արդեն ներվային անում, չեղավ ես իմ աղբերների մի հատ տեղ ուղարկեի, նորնա ժամանակին հետ գային։ Թամ, լսին, դու ինչ ես գտել այդ երջոյի մեջ, որ ամեն ինչ անում ես, որ իրան ստանաս։ Ես զգում եմ, որ երջոն ինչ-որ բան է թաքցվում, հասկանում ես, ինքը գաղտնիք ունի։ Ինքը իմ մեջ շատ վատավարվել է, դրա համար ես ուզում եմ իրան պատժեմ։ Այ ցավը տանեմ, թեթև տար թող գնա, հա։ Մի հատ հարուստ լոխի կգտնես կամ ուսանաս կգնաս, անգել ես երջոյի հետևից։ Ես տենց էլ կանեի։ Բայց ինքը ինձ խայտառակ արել իմ ծնողներիս ու հարազատներիս մոտ, ու դրա համար ինքը պատասխան է տալու։ Թամ, լսի, դու վսյոտիկի մտածում ես, որ ինքը շատ փող ունի։ Մտածում եմ, ես վստահ եմ, ու այդ փողերը ես ստանալու եմ։ Լավ, անջան, դու ուզում ես գնա, ես քեզ հետո կզանգեմ, կհանդիպենք, կզրուցենք, լավ։ Լավ, խարաշը պակա։ Դուք պիտի կես ժամ առաջ ստեղ լինեիք։ Անստած ենք այդ երջոյի պոչին, Թամ ջան։ Ես կասեի պլոտնի էինք նստած։ Հա, երևում է։ Երկու շաբաթը պլոտնի նստած եք պոչին, բայց ոչ մի ինֆորմացիա չունեք։ Գոնե հիմա հաջողվել է ինչ-որ լուրջ բան պարզել։ Հա, հաջողվել է։ Լսի, ախդ երջոն հյուրանոցի լյուքս համարում է ապրում։ Ընդեղի աշխատողներից մեկի ես ճանաչում եմ։ Ինքը խմիչք ուտելիք է տանում է համարները։ Հետո։ Հետո ասում այդ երջոն ամեն օր 2 շիշ կոնյակ է խմում։ Ու գիտես ինչքան այդ կոնյակի մի շիշը։ $500։ Դա այդ արդեն հետաքրքիր ինֆորմացիա է։ Հələ դու հետոն լսի։ Երջոն, այսօր իրան թանկանոց ֆիրմա ավտոյա։ Նոր ավտո։ Հա, լրիվ նոր։ Մեզ ինչ պետք էր իմացանք, Թամ ջան։ Այն հեքիաթները թեյփրի երջոն աշխատավարձով ապրող տղա է, սուտ էր։ Հիմա կարելի է դրան արդեն պոլի պրոգրամով կռուզի տալ։ Ես առաջարկում եմ գողանանք դրան։ Գողանանք ինչ անենք, բիշոյրը սկսեցի։ Գողանանք, հող կտա, բաց կթողնենք կգնա։ Չէ, այդ տարբերակը ինձ ձեռ չի տալիս։ Նամանավանդ որ մեկ չգիտեք թե այդ ինչ փողեր է ինքը ծախսում։ Բայց այդ ինչ կարևոր է մեր համար։ Կարևոր է, մխո։ Կարող այդ փողերը իր առաջվա նման գողացած է։ Չնայած դրան քիչ եմ հավատում, գիտես։ Հիմա ինչ անենք, քուր ջան։ Դու մխո, առաջվա նման էլի հետևի երջանիկին։ Իսկ դու Միշո,
Ինֆորմացիա հավաքի այն մարդու մասին, ում այդ երջանիկը եկել էր մեր տուն։ Բուրգերի։ Հա։ Մենք հիմա շատ կարևոր ինֆորմացիա ունենք, որ Երջոն փող ունի, շատ փող։ Ու հետ պարզի թե այդ փողերը իրան որտեղից։ Այդ ժամանակ ես գիտեմ ինչ կանեմ նրան։ Բա շեֆ ջան։ Ատենց։ Նանա։ Հələ ճիշտ ասա։ Այդ դու ես Կարապետի տեղը այդ գումարը մուտք արել կասա։ Հա, շեֆ։ Ու շատ սխալ ես արել, ինքը պետք է մոծեր այդ գումարը, ոչ թե դու։ Շեֆ, բա ինչ անեմ։ Հո անգոր չէի թողնելու մնար։ Ասում էր գործ չունեմ, փող չունեմ։ Հիմա դու նրան լավություն չես արել, Նանա ջան։ Այդ մարդը պետք է իր կաշի վրա զգա, թե ինչ է նշանակում սեփական արարքների համար պատասխանատվություն կրել։ Ու ինքը այդ նույն բաները էլի անելու է։ Ու այս անգամ ավելի մեծ քարակ է բերելու գլխներիս։ Շեֆ, պրոստը դու իրեն լավ չես ճանաչում։ Հենց լավ մարդ է, հենց բարի է։ Բա որ խել չունի։ Հա։ Ես քեզ մի հատ առաջադրանք եմ ուզում տամ։ Կարաս գլուխ անես։ Հա։ Ինչա պետք անել ասա։ Դու նախ ասա տենամ, ոնց ես Երջոյի հետ։ Երջոյի։ Նորմալ։ Ինչ է եղել։ Ճիշտ է, ես Երջոյին գործից ազատել եմ, բայց մի հատ հարց կա, որ ինձ շատ է հետաքրքրում։ Ուզում ես իմանալ, թե փողերը որտեղից չէ։ Այ ես քեզ դրա համար է շատ եմ սիրում, ցավը տանեմ, այդ անեմ չեմ, մի անգամից հասկանում ես էլի։ Ապրի շեֆ ջան։ Հիմա ինչ ես ասում։ Կարաս այդ ինֆորմացիան ճշտես։ Երջոն առավոտ գալու է, այն նոր ավտոները, որ արել էինք, ռաշճոտի պահով։ Հենց այդ ժամանակ էլ կարաս հարց ու փորձ անես ու ճշտես իրանից։ Հա, շեֆ ջան, աչքիս վրա նենց հարց ու փորձ ան է, որ սաղ կյանքը դնի ու պատմի։ Նայի, հա, հանգարց ուրիշ բաներ մաներ չլինի, Նանա։ Չէ, շեֆ ջան, հանգիստ եղի, ամեն ինչ նորմալ կլինի։ Պրես։ Կանչի չես պատասխանում, հա? Այդ որտեղ էր քեզ թրև գալիս, այ տղա։ Ոչ մի տեղ թրև չեմ գալիս, մաշնի մեջ եմ, որտեղ եմ աղջի։ Աղջի տատը տա, որ մեքենայի մեջ ես։ Ինչի ռացիան չես վերցնում պատասխանես, հա? Ո՞նց այդ բան չես լսում։ Վայ, կարա, ռացիան գողացել է։ Ո՞նց թե գողացել է։ Հա էլի, գողացել են, չկա։ Այդ տղա դու մեքենայի մեջ նստած, ռացիան տանում են։ Բրեք խաբար չկա։ Այ այստեղ խոմ ռացիայի պահակ չէ։ Վայ, մամա ջան, ես սրան ձեռքը խելագարվեմ լուրջ եմ ասում։ Կարապետ, հենց հիմա վերկացարի օֆիս։ Արի, մենք ստեղ քո հարցերը տեղում կլուծենք։ Լսում ես։ Հա, լավ, գալիս եմ էլ վրա մի տա։ Ռացիան ոնց են գողացել, որ ես խաբար չկա։ Կարող է ես էլ եմ շատ։ Դու ինձ հիասթափեցիր, Տերենիկ Խևոնդյան։ Ինձ թվում էր, որ մենք այս հարցը քաղաքակիր ձևով կլուծենք ու կմնանք որպես բարեկամներ։ Բայց դու… Բեկ ջան, ցավը տանեմ, ես $1 միլիոն չեմ շահել։ Շատ կուզենայի շահացնել, բայց չկա տենց բան։ Կա, ես հստակ ինֆորմացիա ունեմ այդ մասին։ Թե որ ունես այդ մարդկանց բեր թող նայեն դեմքիս ու ասեն։ Ու հետո Ամերիկա ավելի շուտ եմ գնացեք, քան ցեն լոտոյի խաղարկությունն է եղել։ Դու կարայր գնայր ու գայր։ Հիմա այդ պրոբլեմ չի։ Պրոբլեմ չի, բայց չեմ գնացել եկել։ Շուտով կպարզենք։ Ու եթե դու ինձ սուտ ես ասել, քո հետ շատ վատ բաներ կպատայի։
Բեգը ստեղա ձեզ ասպասում։ Փոշ ջան, դե արդեն եկել ենք։ Բայց գոնե հիմա կասես, ինչ լավ լուրում է ասելու Բեգը։ Գոնե պատրաստ եմ, էլի։ Ասեմ որ։ Էլի Փոշ ջան, ախպերպես ասա։ Եմ միլիոն շահողին գտել են, Ամերիկայից բերել ենք։ Հիմա Բեգի հետ նստած ձեզ են սպասում։ Ինչ։ Ինչի վախեցար, դուք դի ուրախ ըլնես, չէ։